Ողջույն բարեկամներ, ճիշտ ասած այսօր ընդհանրապես մտադիր չէ եթեր ունենալու, որովհետև ես այս պահին գտնվում եմ Լոս Անջելեսում, այսօր կունենամ մի քանի հավաքներ եւ մենք կհանդիպենք անպայման ժամը 3-ին Գլենդելում 250 նորդ Orange Street հասցեով պարոն Փարթամյանի գրասենյակում, մշակութային կենտրոնում բայց այն ինչ որ ես տեսա կատարվում է Հայաստանում, ես որոշեցի գոնե կարճ անպայման անդրադառնալ դրան։ Տեսեք, տիրադավը չի կարող նստի տեղը, այդ ցեղասպանը, այս ազգի, այս պատուհասը չի կարողանում նստի տեղը։ Որոշել է գնալ լորի, որովհետև երևի ծանր է տարել, որ Սամվել Կարապետյանը մեծ հավանաբար է արել։ Հիմա ուզենք, չուզենք, սա օբյեկտիվ իրականությունն է, ում սրտով չի, բոլորին նշանակություն չունի, իմ սրտով չի։ Ես ուրիշ բան եմ ուզում տեսնել, բայց կա այն ինչ որ կա, ինչ որ է։ Եվ որպեսզի չտեսնի դա, երևի որոշել է, որ ավելի լավ է գնա իր աղետաբեր մահաբեր ավտոբուսով, այսօր գնացել է լորի։ Եվ ճանապարհին ուղեկցող ոստիկանները 12 հոգանոց մեքենայով ամենեփում այդպես են ասում, միկրոավտոբուսը խփում է ջիպի եւ մահանում է մեկ մարդ, 12 հոգի վիրավորվում են։ Ամենավատը գիտեք որն է։ Երբ որ ես դրանից հետո սպասում էի այլ բան, ես մտածում էի կհետաձգեն եւ կչեղարկեն այս հանդիպումները կամ դրա գոնե վարկագծի մեջ կերևա, որ հենց այսօր ինքը հերթական մարդ է, Հայաստանի քաղաքացին։ Հայաստանի հապարտիր ասելով քաղաքացուն, հերթական քաղաքացուն սպանեց իր շարասյունը։ Ես որ նայում եմ իր այսօրվա վարկագծին, խոսակցություններին չեմ հլա անդրադառնում են թուքումուրը, որ ինքը ուտում է բոլոր ամեն քայլափոխին։ Մարդիկ դուր չեն բացում վրան, մարդիկ հիշեցնում են, որ ինքը Արցախ է ծախել, մարդիկ ասում են դու մեզ նվաստացել ես, մենք առաջ դուխով էինք, հիմա ամաչում ենք նույնիսկ դուրս գանք տաներից, այլ չեմ ասում, այլ պետությունների մեջ վրսվոց դուրս ենք։ Բողոքում են կոռուպցիայից, ասում են արա, քո գործընկերները կոռումպացված են, ամբողջ երկիրը թաղված է կոռուպցիայի մեջ։ Ինքը փախնում այդ պատասխանը, այս գրողի ծոցը, ու իր վարկագծի մեջ երևում է, որ ինքը որ ընդամենը մի քանի ժամ առաջ մարդ է սպանել, հերթական սպանության պատճառն է եղել։ Բացարձակապես դեմքի եւ վարկագծի մեջ չի երևում։ Ժողովուրդ հասկացեք։ Սա իր գործունեության առաջին օրվանից մարտի 1-ից։ Էլ չեմ ասում 20 թվականից եսկոմ, այս մարդը բացառապես մահ է սփռում։ Ինչի 20 թվականից։ Ես այսօր կարդացի, որ այս կեղտոտ մահաբեր ավտոբուսի մեջ իրենց հետ պատտվում է նաև մեկը, որը 19 թվականին իր ընկերոջ հետ, հիշում եք այդ դեպքը, ես անազգանց կարդամ։ 19 թվականի ուրեմն սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում իր տան մոտ ծեծելով սպանել էին զինվորականի, սպայի, որը 4 տարի փաստորեն 23 թվականի մահացել է, տենց էլ կոմայից դուրս չեկալով։ Այդ մարդասպանը իր հետ է այդ ավտոբուսին, այդ մահաբեր ավտոբուսի մեջ է մեկը, որը ծեծելով սպային սպանել, որը 4 տարի եղել է կոմայի մեջ։ Մի վայրկյան պատասխանատվության չի ենթարկվել։ Այսօր այդ մահաբեր ավտոբուսով մյուս մահաբերների հետ, մահտարածողների հետ ինքը պատտվում է Հայաստանով մեկ։ Ժողովուրդ, մենք ես չեմ հասկանում, մենք էլ ուրիշ, սրանք ուրիշ ինչ պետք է անեն։ Ուրիշ ինչ պետք է անեն, ու ես վստահ եմ, այսօրվա վթարի պատճառն էլ չի պատժվելու։ Եթե սրանք կարող են կնոջ երիտասարդի կնոջը խփել փողոցի վրա սպանել եւ պատասխան չտալ, ինչ է կարծում։ Ավտոբուսը, միկրոավտոբուսը, որ խփի այլ մարդ մահանա։ Սրանք ասել են մենք էինք այդ վճարի պատճառը։ Սրանք ընդունելու են ասել են, վայ, ես ինչ մենք արեցինք, ես ինչ հանցագործներ ենք մենք։ Վեճ։ Կարող է այս մահացողներ մեղավորը դուրս գա։ Մի հատ էլ հենց մեռնելուց հետո դատեն իրա մեռնելու համար։ Որովհետև հենց հիմա իրանց հետ է մեկը, որ սպա է, հայկական բանակի սպա, ում որում մենակ չէ։ Մենակ չէ։ Ընկերներով ծեծելով սպանել են։
Գիտեք, ամեն ինչ հնարավոր է կանգնել, վերականգնել բացի մարդու կյանքից։ Ամեն ինչ, կորված, կորցրած հողեր, ամեն ինչ, սրանք մահաբեր են, մահ են սփռում ամենուր։ Ու այն մարդիկ, որ սրանց աջակցում են, լուրջ դառնում են մարդասպան, առանց չափազանցությունների, առանց ճոխացնելու այս հանգամանքներին, իրանք դառնում են այս ամեն ինչի հանցակից։ Սրանք գումարած վերցել են նախկին կադաստրի պետին են ղեկավարը մեղադրանք ներկայացնել, այս անունազգանունը կարդա։ Այս բանը չեմ գտնում։ Խոսքով նախկին կադաստրի պետին, որը եկեղեցուն հուշարձաններ է նվիրել, այսինքն եղել են հուշարձաններ, այս կադաստրի պետը այս ամեն ինչը տվել է եկեղեցու տիրապետության տակ։ Այսինքն հոգևոր հուշարձանները ում տիրապետության պետք է լինեն։ Հիմա այս մարդուն մեղադրանք է ներկայացվել։ Ոնց է, մենք եկեղեցի ենք քանդում, մենք ընկել ենք այս պետությունը քանդելու հետևից, դու պաստոր ես ժամանակին եկեղեցուն հուշարձան ես նվիրել։ Ինչի՞ չես ավիրել այդ եկեղեցին, ինչի՞ չես ծախել, դա փոխարեն նվիրել ես եկեղեցուն։ Այ դրա համար մեղադրանք է ներկայացվել։ Ժողովուրդ ջան, մենք ունենք արխիվում ընտրություններ, ու ընտրությունները ամեն օրվա է։ Մենք ամեն օր կամ մերժում ենք սրանց, կամ ընտրում ենք սրանց։ Հունիսի 7-ի քվեարկությունից հետո, եթե հանկարծ ինչ-որ ձևով սրանք մնացին ստեղ պետության մեջ, հա, որպես ղեկավար, զավթեցին իշխանությունը առանց չափազանցնելու, մենք էլ գոյության շանս չենք ունենալ, այսինքն մենք փակում ենք մեր գոյությանական, մեր վերջի դուռը, որտեղ սրանց բոլոր գործողություններն է միտված հենց դրան։ Ու երեք իմացա, որ դատարանը վերացրել է կաթողիկոսի վրայից արգելանքը, որը նրան արգելվում է պետությունից դուրս գալը։ Մի քիչ էլ նենց չկա։ Կներեք, որը նրանց արգելվում է պետությունից դուրս գալը։ Եվ այդ արգելանքից անմիջապես հետո ադրբեջանական մեդիան անդրադառնում է դրան, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը համարձակվել։ Ինչպես է Նիկոլ Փաշինյանը համարձակվել արգելանք անի տարածաշրջանի խաղաղությունը խաթարող պաստորեն կաթողիկոսի նկատմամբ։ Ես վախենում եմ սա հենց վաղը զանգե դատավորին, ասի դու ինչպես ես համարձակվել Ադրբեջանից եկող ցանկություններին դեմ գնալ։ Ես սրանից ամեն ինչ պահանջում եմ։ Ես սպասում եմ, չեմ պահանջում, կներեք։ Բայց դա մի բան կա, լավ, հուսադրող։ Այս տականքը հենց հիմա նայում եմ բոլոր տեղերում ում պատահական տեսնում, հա, այսինքն պատահական մեկը կարողանում է սա հետ խոսալ, անպայման ասում է սա ով է։ Մնացած կադրերը, որ ինքն է տարածում, հետևում է, որ ինքը իրան կներեք էշ խոսալով մանա գալիս, իր թիկնապանների, իր նախարարների, չգիտեմ, իր մարզպետների հետ, ու նույնիսկ չի էլ նկատում այդ օպերատորը, որ այդ կադրը նկարելուց, այդ տարածքը կեղտաջրերի, փոսաջրերի, սոսկալի տեսան է, սա մարդ է, որը մանա գալի իր ստեղծած միջավայրի նկատմամբ։ Ու այն հանգամանքը, որ հենց հիմա դեմքին թքող չկա, բայց ինքը կադրը արդեն թքում է իր դեմքին։ Ես չգիտեմ, ես օպերատորները դիտավորյալ են, ես կիքսերն անում, թե մտածված։ Հա, որովհետև այս կիքսերը պատահական չեն։ Այս կիքսերը սենց եզակի երևույթներ չեն։ Մենք միշտ խոսում ենք, չէ՞, մասին, որ սա PR խումբը սա ոնց որ տանում է փուրը տալու այլ ձևերով, այլ միջոցներով, սաբոտաժ ամեն ինչ, ամեն դեպքում։ Չնայած ուր նկարեին, ինչի ֆոնին պետք է նկարեին սրան։ Այս ինչն է արել, ինչն է փոխել այդ ֆոների վրա, որ պետք է նկարեին։ Ամեն դեպքում։ Նույնիսկ եթե այդ պահին իր ճակերտավոր հանդիպումների գնացած ժամանակ, աղետաբեր, մահաբեր հանդիպումների, եթե նույնիսկ մեկը չի թքում երեսին ուղիղ, կադրն է սրա երեսին ուղիղ թքում։ Բայց երևի դա էլ է քիչ։ Ես ես վերջերս չգիտես ինչի սկսել եմ մտածել, որ ափսոսալ,
որ այն մարդիկ, որոնք սան աջակցում են, այն փոքրատիվ է, թեկուզ 10%-ը։ Դրանք հայ ազգանուն են կրում, չէ՞ որ սրանք պատահական կարող աշխատում միտեղ իրենց մասին ասել իրենք հայ են, իրենց բովանդակությամբ։ Դու պատկերացնում եք, մենք այս հազարավոր տարիների արած դրածը, այս մեր մեծերի այս իմիջը, որ կերտել են հայերի համար, հա, ու սրանք այս 10%-ը կարող է հակ մեջ անի ամեն ինչ, ուղղակի իրանց ստանդարտների բերեն, դե արի հայ ազգ, ոչ միայն դիմացի սրանց ձեռը ներսում, այլ նաև սրանց արածների հետևանքները դրսում։ Ես հասկանում եմ, որ կարող է իրանց ռեսուրսների չհերիքի մեջ այս արած դողած մեր չէ, մեր մեծերի, մենք ընդհանրեն այդ հեղինակության վայելողներն ենք պտուղների, հա։ Ու սրանք կարող են պատահական հանդիպել ու ազդեցություն ունենալ մեր բոլորի հեղինակության, ճակատագրի, ապագայի, ոչ միայն Հայաստանում, այլև նաև դրսում։ Այս վերջի օրը անընդհատ այս միտքն է մտքս պատտվում ու ես մտածում ինչ անել դրանց հետ։ Ոնց ապրել դրանց հետ, ապրել այն օրենքներով, որ այո, դու պետք է հարգես դիմացինի կարծիքը նաև։ Իսկ եթե դիմացինը կարծիք չի, այլ կործանարար գործողություններ է, ինչպես հարմարվել դրա հետ։ Այ ես ինքս հանդուրժող տոլերանտ մարդ եմ, ինձ ասեք, բացատրեք, թե ես ինչպես պետք է հանդուրժեմ կոտորածը, հանդուրժեմ ավիրատությունը, հանդուրժեմ մարդասպանության աջակցությունը։ Դու գիտեք, սրանցից մեկը այսօր, հա, գլխին խփելու է ասի, տես իմ աջակցության պատճառով սա երկրորդ մարդն է սպանում, 12 հոգի էլ հիվանդանոց են ընկնում սրա պատճառով, գիտեք մտածել ա դրա մասին, շատ կասկածում եմ, ուր էր թե այդպես լիներ։ Բայց փաստն է, չէ՞, որ սրանց գոյությունը, սրանց ամեն մի քայլը, սրանց լինելը արդեն աղետ է հայ ժողովրդի համար, կործանարար, կյանքեր է տանում, սա մենակ վթար չի, կյանքեր է տանում այս ամեն ինչը, ոչ միայն սահմանագծում, այլ մարդ իր ընտանիքով ճանապարհա դուրս եկել գնում, դու գալիս ես քո աղետաբերում, սպանում ես այդ մարդուն, քո հետ ինչ անենք մենք։ Ոնց անենք, որ մենք քեզանից բրծնենք։ Մի կարճ ուզում եմ անդրադառնամ նաև այն 32 հոգանոց չէ, 32 հոգան ուրիշ էր։ Ադրբեջան գնացած այդ դելեգացիային պարզվեց այնտեղ հմեկից հիշում եք, մի հատ օպերատոր կա, մի հատ էլ աղջիկ կար, հմեկում աշխատող։ Պարզվում է հմեկի այդ աղջնակը դա հենց Պետրոս Ղազարյանի հետ այդ իր այդ հարցու պատասխանների ժամանակ մասնակցող աղջիկն է, որը փաստորեն ինքնական մնալու է պատմության մեջ որպես դավաճան, որպես հայազգի թշնամի։ Խոսքս ուզում եմ ուղղել բոլոր նրանց, ովքեր ճանաչում են այս աղջկան։ Ես նայում եմ երիտասարդ հայուի, համակրելի դեմքով, ինքը չէ որ կարող էր դառնալ մեկ հայ մարդու կին, լավ մարդու մայր, եւ վերջո ինքը մեր հայուին է։ Ոնց բացատրենք, ոնց դուրս գանք դրանց գիտակցության վրա, որ ասենք աղջիկ ջան, բալիկ ջան, հարազատ ջան, ես չեմ ուզում ոչ մի վատ բառ ասել քեզ։ Դու հասկանում ես դու ինչի տակ ես մտնում։ Դու հասկանում ես դու ինչ ես անում։ Սա արդեն եթեր չի, սա արդեն ծիծաղելու չի։ Ես չեմ հավատում, որ քո ծնողները համաձայն են, որ դու դառնաս հերթական հարճը կամ տրաֆիկինգի զոհը հերթական բաշիբոզուկի ձեռքում։ Հասկանում ես, որովհետև եթե հիմա Փաշինյան Նիկոլը պայմանավորված չլներ, որ քո ձեռքով հանձնում են Հայաստանը, եթե դու ունենայիր Ադրբեջան, հասկանում ես, դու արժանանալու էր այն ճակատագրին, ինչին արժանացել են այն հայուհիները, որոնք ընկել են իրենց ճանկերի մեջ։ Դու հասկանում ես դու որտեղ ես։ Դու հասկանում ես քեզ ու քո բոլոր հայրենակիցներին ինչ աղետի ես բերում։ Ես ուղղակի խնդրում եմ, առանց չարանալու, առանց որևէ վատ բան ասելու այս աղջկան կամ սանմաններին, խոսեք իրանց հետ, խոսեք իրանց ծնողների հետ, ընկերների հետ, ասեք դուք հասկանում եք, այս աղջիկը այլ պարագայում, եթե հիմա իրանք պետք չլինեին թուրքերին մեզ թրքացնելու համար, Իրանից մնացել էր ամենախոշոր մասը, ես չգիտեմ ինչ է, հասկանում եք, այսինքն կարժանանային այն ինչ որ մեր աղջիկներն էին արժանացել։ Հիշում եք,
մատերը կտրտած, աշկերը հանած, ամեն ինչ դրած։ Ես չեմ ուզում այդ տեսարանները նկարագրել, որովհետև կարելի է խանգարում ստանալ, թե սրանց ֆանտազիաները այլասերված ուր կարող է հասնի։ Բայց այդ նկարները, վիդեոները կան, սա իմ երևակայության արդյունքը չի։ Խոսեք հետները, բացատրեք, այդ դրանց տղամարդել չի կարելի ասել իհարկե, որ գնացել են։ Բայց դրանց ընկերների, երեխեքի, ծնողների հետ խոսեք, պետք է կասեցնենք սա։ Ես երեք հարց էի ուղղել Հրանուշ Խառատյանին, Տիկին Հրանուշ Խառատյան, քո աղջիկ Լուսինե Խառատյանը, հենց հիմա գնացել է իմ ազգի անունից ինձ մատուցելու թուրքերին։ Հələ մի կողմ է, որ ամբողջ կյանքը ինքը դրանով է զբաղված եղել գրականությունով, գիտությամբ, հա, վերացնելով իմ հասարակական մշակույթային հետքերը, ստեղծելով ադրբեջանական մշակույթային հետքեր իմ տարածքում, իմ Հայաստանում։ Հիմա անցել է հաջորդ էտապին։ Դուք պետք է պատասխան տաք այս ամեն ինչի համար։ Կամ հրաժարվեք, ասեք, գիտեք ինչ, պարոն Հակոբյան, ինչպես դուք եք ինձ դիմում։ Ես դեմ եմ դրան, բայց իմ աղջիկը չափահաս աղջիկ է, ես չեմ կարող իրան արկելել։ Մի բան ասեք, մենք որ իմանանք, գոնե դուք որպես ծնող դիրքորոշում ունեք, այլապես ես ընկալում եմ այս ամեն ինչը որպես ձեր կողմից քաջալերվող քայլ։ Ու ես չեմ կարողանում համատեղել գիտական այն գործունեությունը, որ դուք ունեք, այս գործունեության հետ որ կապվում է ձեր աղջիկը եւ հիմա իրականացնում է հենց հիմա իրականացնում է on-line, մեր աչքի առաջ բոլոր։ Դուք հասկանում եք, որ դուք հիմա անցնենք առաջ, որ ցանկացած մեկը, դա կլինի ես հմեկի ես աղջիկը, դա կլինի ցանկացած մեկը, որ դրանց հետ այսօր գնացել է, ինձ է իբր ներկայացնում թուրքերի մոտ, որ մենք երազում ենք իրանց հետ բարեկամության մասին, ասում ենք, որ դուք բոլորդ դուք ապահովում եք մեր այն ճակատագիրը հնարավորության դեպքում, եթե ադրբեջանցին հասավ Հայաստան, այն ինչ որ եղել է արդեն մեր հետ։ Ու էլի է լինելու։ Եթե մենք չկարողանանք կասեցնել այս գահավիժումը, կասեցնել ձեզ ու հետագայում անպայման իհարկե պատասխանատվության ենթարկելով։ Նոր կադրեր եմ նայում Արցախից, ադրբեջանցիները ոնց են լացում, լացում գիտեք ինչի համար, որովհետև Ալիևը այս մարդկանց խաբել տարել է մտցրել է Արցախ, տները իբր սարք է, ու պարզում է, այդ տները սարքած են առանց հիմքի, առանց, դե ինչու, ոնց որ Արտուր Չախոյանն է բացահայտում, Երևանը ոնց է սարքած, այն նույն ձև Ադրբեջանը տներ է սարքել Արցախում, ցանց էլ բրախել ասել է գնացեք ընդեղ ապրեք։ Պետք է հիշեցնել, որ տների սարքման այդ բիզնեսն էլ տենդերներ շահել էր մի հատ թուրքական ֆիրմա, որոնց էլ իրենց հերթին Ալիևի կինն է գցե, փողերը չի տվել ուղղակի։ Ինչ է ստացվում։ Ես ասում եմ, Արցախ ադրբեջանցիներին պետք չի մեծ հաշվով։ Պատահական չեմ ասում, սա Ալիևի պրոյեկտն է։ Ոչ մի արցախցի այս պատերազմի ճակերտավոր եմ ասում հաղթանակից ոչ մի ձևով չի շահել ու չի կարող շահել։ Նույնիսկ այն մարդկանց, որոնց ասել են, գնաք ապրեք, ձեր պապերի հողերում տալել են ապրում են միտեղ, որտեղ կրիշը թափում է գլխներին, որտեղ հիմքը քանդվում է, որտեղ պատերը փլվում է իրանց վրա, որտեղ որ ջուրը գալիս է լցվում է իրանց տները։ Այն նույն վիճակում են։ Ու հիմա այս կադրերն եմ նայում։ Ուղիղ այն որակով է, ոնց որ այդ բանն է, չէ, Արտուր Չախոյանն է։ Վերցնում մատը, ասենց սալիկը մատով հանում է տեղից։ Ցեմենտի, ասես ինչու մի ձևով հավաքած է էլ այդ տունը։ Ցեմենտի նույնիսկ հետ չի երևում։ Սա եւս մեկ անգամ ապացույց է, գիտեք ինչի, ոչ թե Ալիևը թալանտ չի էական բանը։ Չէ, որ այս պատերազմը շահող չունի։ Բացի Փաշինյան Նիկոլից ու Ալիևից։ Եվ Ադրբեջանի իրական ժողովուրդը, եւ մենք բոլորս այս ամեն ինչում կորցնողն ենք մենք։ Ու ես անես վստահ եմ, որ եթե մի օր հերթը հասնի նրան, որ մենք ունենանք ազգային պետություն, որի քայլելով մտնենք այդ տարածքներ, ոչ մի ադրբեջանցի տնից դուրս չի գալու։ Ու ասի, ինչի եք եկել։ Ես գալիս եմ իմ հայրենիքը պաշտպանելու։ Դուք չեք գտնելու տենց ադրբեջանցի, որովհետև չկա, որովհետև ոչ մի ադրբեջանցի այս ամեն ինչում ոչ մի բան չի բացի կորուստներից։ Չունենք 50,000
երեխա են սպանել այս ամեն ինչի համար։ Ու դեռ իրաց երկրում ռազմական իրավիճակ կա, ոչ մեկ իրավունք չունի դուրս գալու, ոչ մեկ իրավունք չունի հարցեր տալու, ուր են մեր երեխեքը։ Ինչ եք տալել սպանել։ Ինչի դիմաց, ինչի համար։ Դրա եմ ասում, մեր ապագա հաղթանակի համար ոչ մի խոչընդոտ չկա, բացարձակապես ոչ մի դիմադրություն չի լինելու։ Այսինքն այն հանգամանքը, որ թուրքերը անպաշտպան արցախցիների վրա հարձակվելու պարագայում մեկ օրվա մեջ 1000-ից ավել զոհ տվեցին այն պարագայում, երբ որ Արցախի ղեկավարությունը մտադիրել չէր պաշտպանվելու։ Պաշտպանվում էին այն տղաները, որոնք չէին ուզում հանձնվեին ուղղակի, հա։ Հակառակ պարագայում ոչ մի բան չի լինելու։ Չի, ոչ մի դիմադրություն չի լինելու։ Այսքան կարող չկասկածել դրա վրա։ Էլ չէր ասում, որ Իջևանում Ճիվաղին դիմավորել են պլակատներով։ Այո, որ դեմ են իրան, ռատերի գնա էլի, գնա քո մահը, քո այդ ինքը սիմվոլ է, ինքը մահի սիմվոլ է, ինքը կորուստի սիմվոլ է, գնա էլի մեզ մոտից, մենք չենք ուզում այդ սիմվոլը մեր մեջ տեսնենք։ Վերջում էլ ուղղակի ամփոփելու համար այսօր երկար իհարկե չեմ կխոսի, Իսրայելում ռմբակոծել են շատ ուժեղ Բեն-Գուրիոն օդանավակայանը եւ այն աստիճանի, որ դա արդեն շահագործելու համար գոնե առաջիկա մի քանի շաբաթները լավագույն դեպքում դա չի լինելու օգտագործել, այսինքն թռիչք հնարավոր չի իրականացնել, որը նշանակում է շատ բաներ, ոչ միայն մարդիկ չեն կարողանալու դուրս գան, քաղաքացիները դուրս ու ներս անեն, այլ նաեւ չեն կարողանալու ստանալ այն անհրաժեշտ օգնությունները, դա կլինի ռազմական, դա կլինի հումանիտար, դա կլինի դեղորայք, ցանկացած բան, այսինքն չկա սահմանով, ցամաքով սահման չկա, ծովով կա, բայց շատ լիմիտավորված դե արագություններ են, չի բնականաբար։ Իսրայելը կորցրեց ամենահիմնական բանը, օդային կապը աշխարհի հետ։ Դե իհարկե հիմա սա կարող է Թրամփը նորից ներկայացնի որպես իրան հաղթանակ, խնդիր չունի ինքը, բայց այս պահին այս նորությունների մասով կուզենամ ընդհանրապես դա ասել, հիշեցնեմ, որ մենք ցերեկը հանդիպում ունենք, կարող ենք ավելի մանրամասներ խոսել, իսկ այս պահի դրությամբ այսքանը։ Դե հուսով եմ երկուշաբթի կամ երեքշաբթի արդեն կհանդիպենք իրար նորմալ ֆորմատով։ Իսկ ինչ վերաբերվում է այսօրվա միտինգին, որ նայեցի շատ բազմամարդ էր, շատ տպավորիչ բազմամարդ էր։ Իմ կարծիքը գիտեք, իմ ազգի լեզուն չի կարա երրորդ պետական լեզուն լինի ռուսերեն, չի կարող ուղղակի։ Եվ ով խոստանա, որ այս իշխանությունը իր ամբողջ կազմով ինքը կանգնելու է հայկական Նյուրնբերգի դիմաց, եւ Արցախը դա Հայաստանը, ես կաջակցեմ իրան։ Բայց քանի որ ես դա չեմ լսել, ես այս հուշկու հավաքի նկատմամբ մնում եմ սառը անտարբեր։ Ես կնախընտրեմ, որ այս կարգի հավաք ունենան այն ուժերը, որոնք առնվազն ապահովում են իմ երկու ասածները, որ սրանք բոլորը պետք է դատվեն ու Արցախը Հայաստանը, թե ոնց կհասնենք դրան, ոնց կբերենք, ոնց կվերականգնենք, դա քննարկելու խնդիր է, դա աշխատանք է, այո, մի օրվա մեջ չի լինել ոչ մի բան, բայց նպատակը պետք է հստակ լինի։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք վաղը։